Զեկույցը կազմել են իշխանությունները, հենց իրենք, այսինքն Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ կազմված զեկույցը։ Այդ զեկույցը ամբողջությամբ մեղադրում է նախկին ռեժիմին, նախկին իշխանություններին է մեղադրում, պատերազմի պարտության համար։ Ու որոշակի մեղադրանքներ կա գործող իշխանությունների այնպիսի ճյուղերի նկատմամբ, որոնք այլևս չկան։ Փաշինյանը նրանցից ազատվել է, հա, այնտեղ կարող է Օնիկ Գասպարյանին են մեղադրում, Դավիթ Տոնոյանին են մեղադրում, չկան այդ մարդիկ։ Պետական կառավարման համակարգում չեն, Տոնոյանի նկատմամբ քրեական գործ կար, հիմա խափանուչոցը փոխվել է։ Ուզում ասեմ, այդ զեկույցը հիմա տպավորություն կա, թե մի հզոր բան է ջուրը լցվե, բան։ Ի սկզբանե ես ուզում եմ ասել, որ դա կոմունակալ զեկույց է, դա ամբողջ խնդիրները չի բացահայտում, դա մեղավորներին չի բացահայտում, բայց իշխանությունները որպեսզի նորից այս պատերազմի հարցը չքննարկվի, այսպես կոչված երկու ամսական խաղաղության ընթացքում որոշել են, որ զեկույցը չպետք է քննարկվի։ Մեկ, մի պատճառը սա է։ Երկրորդ պատճառը, նրանք դրանով նաև պատժում են Անդրանիկ Քոչարյանին, որովհետև ըստ էության դա Անդրանիկ Քոչարյանի բենեֆիսն է, ինքը դրանով տենց պետքա նորից տենց վեր հառներ, տենց Փյունիկի պես նորից վերածնվեր որպես քաղաքական դերակատար, բայց նրանք որոշել են դուրս շպրտել ԿՊ-ի ցուցակից, նա չի լինելու այդ ցուցակում, եւ որոշել են, որ նա այլևս դերակատար չի, օգտագործել են եւ վերջ։ Հիմա դրա համար բանա իբր զեկույցի ժամկետն անցել է, այնտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, դե չի լինի, օրենքը թույլ չի տալի, բան, նա էլ ասում է, չէ, անձնական չի խնդրեմը, զուտ տեխնիկական, օրենքի բանավեճ է։ Գոնե վերջին օրերն է, Անդրանիկ Քոչարյան, դիմում եմ հիմա Անդրանիկ Քոչարյանին։ Դու էլ չես լինելու ԿՊ-ի ցուցակում։ Քեզ շպրտելու են դուրս։ Իդ ինչ ես պատմում, որ բանա, տեխնիկական է, օրենքի կետի համաձայն Ալեն Սիմոնյանը, դե ասուլիս արա ելույթ ունեցի բացատրի մարդկանց, սա է իրավիճակը։ Եթե տենց սկզբունքային ուժեղ տղա ես։ Դե խոսա բա։